Աշխարհի ամենահզոր բանակների մասին խոսելիս Շվեյցարիան հազիվ թե առաջին ցանկում հայտնվի։ Այս փոքր երկիրը շրջապատված հսկա լեռներով ունի իր զինված ուժերի յուրահատուկ ձևն ու տրամաբանությունը, որը հիմնված է արհեստավարժության վրա։ Շվեյցարիայի բանակը ոչ միայն պահպանում է երկրի խաղաղությունը, այլև շարունակում է մնալ խորհրդանշական օրինակ այն երկրների համար, որոնք ընտրում են պաշտպանական ուժի եւ չեզոք դիրքի համադրությունը։ Ինչ տեխնիկա ու ռազմավարություն է գործածում Բեռնը լեռնային պայմաններում պաշտպանելու իր տարածքը, որն ամենախաղաղն է ու անվտանգը։ Շվեյցարիայի բանակը փոքր, բայց արդյունավետ համակարգ է, որի հիմքում մշտական զինվորականները եւ պահեստազորայիններն են։ Մշտական կազմը համեմատաբար փոքր է, բայց պահեստայինների շնորհիվ ընդհանուր ուժը հասնում է մոտ 150,000 զինծառայողի եւ յուրաքանչյուր քաղաքացի, ով անցնում է պարտադիր զինվորական ծառայություն, գիտակցում է իր դերը երկրի պաշտպանության գործում։ Բանակն առանձնանում է ոչ միայն թվաքանակով, այլև պատրաստվածության բարձր մակարդակով։ Շվեյցարիայում ռազմական ծառայությունը պարտադիր է տղամարդկանց համար, իսկ կանայք կարող են կամավոր մասնակցել։ Զինծառայողները սովորում են մարտական մանրամասն պատրաստություն, ծանոթանում են զինատեսակների գործածմանը, պաշտպանությանը եւ ռազմավարական սկզբունքներին, իսկ նախկին զինվորականները մշտարթուն են պահեստազորում։ Այս մոտեցումը դարձնում է երկիրը շատ դժվարամատչելի ցանկացած ներխուժման դեպքում։ Շվեյցարիայի բանակը օգտագործում է հիմնականում տեղական արտադրության եւ եվրոպական զենքեր հարմարեցված լեռնային պայմաններին։ Առանձնանում է բարձր տեխնոլոգիական զինատեսակներով եւ հուսալի սպառազինությամբ։ Հիմնական զինատեսակներից է շվեյցարիական SG-90 հրացանը, որը հայտնի է իր ճշգրտությամբ եւ համատարած է իր գործածությամբ երկրի զինված ուժերում։ Զինվորներն օգտագործում են նաեւ SIG-P220 եւ SIG-P226 տեսակի ատրճանակներ, որոնք համարվում են աշխարհի ամենահուսալի եւ ճշգրիտ ատրճանակներից մեկը։ Շվեյցարիայի զրահային ուժերը ներառում են տեղական արտադրության Մովակ, Փիրանհա եւ Eagle զրահափոխադրող մեքենաներ, որոնք կարող են համալրվել տարբեր զինատեսակներով եւ ապահովում են բարձր պաշտպանություն լեռնային եւ դժվար անցանելի տարածքներում։ Հրետանային հզորության առումով բանակը հպարտանում է իր ժամանակակից Panzerhaubitz 2000 համակարգերով, որոնք ապահովում են ճշգրիտ կրակ։ Ռազմաօդային ուժերը համալրված են F-18 Hornet կործանիչներով, որոնք ապահովում են երկիր ներթափանցող օդային սպառնալիքների արդյունավետ չեզոքացումը։ Սակայն ամենակարևորը, ինչով առանձնանում է շվեյցարական բանակը, լեռնային եւ հուսալի պաշտպանական համակարգերն են՝ բունկերներ, թունելներ եւ գաղտնի դիրքեր, որոնք պատրաստ են ցանկացած արտակարգ իրավիճակի։ Շվեյցարիայի բանակը յուրահատուկ օրինակ է այն երկրների համար, որոնք ապավինում են ազգային պատասխանատվության վրա։ Եվ վերջում, այս երկիրը ցույց է տալիս, որ ուժը միայն թվերով ու տեխնիկայով չի չափվում։ Եթե ճիշտ են համադրվում պատրաստվածությունը, ռազմավարությունը եւ պարտադիր ծառայության համակարգերը, անգամ փոքր երկիրը կարող է դառնալ դժվարամատչելի եւ պաշտպանված իր խաղաղությունը ապահովելու համար։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։